Դե ինչ, մենք վերադարձանք սիրելի ընկերներ, հիշեցնենք, որ Ագաթա Քրիստին ասում էր, որ ձանձրույթը ամենալավ խթանն է գիրք գրելու համար։ Այսօր հիշեցնենք, որ գրքի միջազգային օրն է եւ մենք չենք կարող ուղղակի այստեղ մեր հյուրի հետ չխոսել այս թեմայով։ Շտապ եմ ներկայացնել մեր հյուրին, մեր այսօրվա հյուրն է Դավիթ Սամվելյանը, գրող Դավիթ Սամվելյանը։ Բարի լույս։ Բարի լույս Դավիթ, շնորհավորում ենք գրողների միջազգային օրվա արդիվ։ Եվ հենց միանգամից այդ հարցը արի Դավիթին էլ տանք։ Դուք համաձայն եք Ագաթա Քրիստի մեջ վերած այդ խոսքերի հետ։ Մասամբ, որովհետև դրդապատճառները տարբեր են։ Մարդկա տխրելիս է գրում, մարդկա սիրահարված ժամանակ է գրում, մարդկա իր համար դա պրոֆեսիոնալ աշխատանք է, հա, ասենք պետք է նստի գրի, ձանձրանալու ժամանակ էլ չի ունենում անգամ, այնպես որ այդ մի հայտնի փաստ կա, որ ասում են Ագաթա Քրիստին իր գրքերի սցենարները մտածել է Աման Լվալիս, գրել է այն ժամանակ, բնականաբար երբ որ ձանձրացել է, որովհետև իր ամուսինը ամիսներով, անգամ տարիներով իր կողքը չի եղել, երևի միայնակ ձանձրացել է էլի։ Ձեր ստեղծագործությունների ոգեշնչումը որտեղից է գալիս, եթե ոչ ձանձրույթից։ Բոլոր ստեղծագործությունները չեն իրականում, որ ոգեշնչվելու կարիք են ունենում, որովհետև արձակ գրելիս բնականաբար ավելի կարևոր է ուրիշ բաները, սկսած տեխնիկայից մինչև սյուժեն, հա, իսկ ինչ վերաբերում է էսսեներին, բանաստեղծություններին, այդ դեպքում բնականաբար ավելի շատ երբ մենակ ես մնում, ինքդ քո ներսն ես նայում, այդ ժամանակ արդեն առանձնացնում ես մտովին պրոբլեմներ են, խնդիրները, որոնց ուզում ես անդրադառնաս, կլինի անձնական, հասարակական, զգացմունքային, զգայական ու տենց ինքն իրան գալիս է։ Երբեմն չես էլ իմանում։ Կարող ամենավատ բանը ոգեշնչման առիթ հանդիսանա, անգամ ջղայնությունը կարող ոգեշնչման, հիասթափությունը, ուրախ ժամանակ այդքան չի ստացվում գրել, բնականաբար ուզում ես ապրես այդ ուրախ պահը, հետո միշտ պետք է նստվածք տաս, էլի, ես օրինակ կողմնակից չեմ, այն որ մարդիկ կան, չէ, գրում են, ասես մի անգամից մտածում են, արդեն իրենք երկնել են, այդպես մարգարիտներ են շարել ու չեն անդրադառնում, այն ստեղծագործությունները, որոնք պետք է հանրայնացվեն, դրանց վրայով պետք է անցնես, որովհետև այդ էմոցիոնալ ֆոնը պետք է թողնի նստվածք տա, հետո ուրիշի աչքով պետք է փորձես նայել։ Վերջին վեպը մոռացված երկրի զանգերը 2024 թվականին հրատարակված, եթե չեմ սխալվում 3 տարի պահանջել է գրելու համար։ Այդ ընթացքում 2 գիրքել եմ հրատարակել, բայց այդ տեսեք, այստեղ Մուսայի հարց չէր, որովհետև պատմական ճշգրտություններ կար, որ պետք է սենց ստուգեի, փաստերը համադրեի ժամանակաշրջանի հետ, այդտեղ զգացմունքային ֆոնը բավականին պակաս է, ավելի շատ պատումն է կարևոր, մարդկանց խառնվածքը ցույց տալի եւ ժամանակաշրջանն է, որ անդրադարձել եմ, փորձել եմ սառը դատել, սուբյեկտիվ ինձ ներս չանել էլի գրքի մեջ, բայց մարդիկ կարդալուց ուզվում են։ Այնպես որ միշտ չի որ գեղեցիկ կամ տխուր բառեր պետք է օգտագործես մարդկանց ուզելու համար։ Մեր հերոսայթողների համար պարզապես հիմա նշենք, որ այս վեպում մոռացված երկրի զանգերում նկարագրված են 20-րդ դարում Նախիջևանում տիրող միջեթնիկ հարաբերությունները, նախապատերազմական եւ հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխությունները, լարվածությունը եւ այլն, ու հետաքրքիր է, որ եթե ճիշտ գիտենք, հերոսի ճակատագիրը ինչ որ առումով թողնված է անորոշ։ Սա հատուկ է արված, թե ոչ վեպ։ Անորոշ, որովհետև ժամանակաշրջանն էլ էր անորոշ եւ ինքս ինձ եմ ոնց որ տեղ թողել շարունակելու համար, այսինքն հասնում է մինչեւ 1988 թվական։ Նախ իմ համար շատ դժվար ստացվեց այդ վեպը, 3 տարի տարավ, որովհետև սուբյեկտիվ տարը շատ էր, իմ պապիկի, հա, կենսագրության հիման վրա է գրվել եւ պետք է խուսափել այդ անձնական մոտեցումներից ու այո, այնպես այն կետին հասա, որ արդեն եւ ժամանակաշրջանն է փոխվում եւ մտածեցի, բայց բացառիկ տեղից է, որ չեմ սպանում էլի իմ հերոսին, դա էլ ասեմ։ Թողեցի, ասացի միգուցե մի օր ինչ-որ բան կանեմ եւ երկրորդը արդեն այդ 88 թվականից այն կողմը գրեթե բոլորը գիտեն ամեն դեպքում, իսկ այն ինչ-որ ներկայացրել եմ շատ քչերը գիտեն, թե տարածաշրջանից, թե հարաբերություններից, կլինի միջեթնիկ, սկսած գյուղական կյանքի այդ միջավայրից, միջև, այսինքն 3 մասից է գիրքը, այնտեղ հին Երևանն է կա, երկրորդ համաշխարհային պատերազմն է կա, այսինքն այդ մարդու կյանքը սկսում է
գրեթե 7 տարեկանից ու այդ պատմական դեպքերը այն ինչ որ մեզ հետ կատարվել է, իր հետ զուգահեռ զարգանում են ու այն կետին են հասնում, որ արդեն երկու հայրենիքի Նախիջևան եւ Հայաստան, հա, այտենց բանն է դրվում, հակադրությունն է դրվում, որովհետեւ գիտենք, որ երասխից չէ, սկսել էր այդ դեպքերը։ 20-րդ դարի մասին է խոսքը։ Այո, ամեն դեպքում փաստորեն մեծ հետազոտական աշխատանք է ենթադրում բնականաբար, որովհետև շատ կարևոր կետ կա, օրինակ փոքր տարիքում երբ գալիս է դպրոցում սովորելու, ես այնտեղ պետք է ամիսների ճշտությամբ ներկայացնեի, ենթադրենք Երվանդ Քոչարի կայարանում է, կայարանում է իջնում, Նախիջևանից Երևան գալիս, ես պետք է չշեղվեի, չսխալվեի, որ օրինակ Երվանդ Քոչարի արձանը այդ ժամանակ տեղադրված էր, թե չէ, որովհետև շատերը գիտեն, թե այդ Քոչարի արձանը ինչ որ կա հիմա դա է, բայց նախնական տարբերակ է եղել, միջև ծնունդին հասցնել է գիպսից արձան է եղել, որը հետո տարբեր պատճառներով հանել են, այսինքն ինքը քարից չի դարձել եւ ուրիշ տեսք է ընդունել։ Մեծ աշխատանք եք իրականացրել իրականում։ Այո։ Պարոն Սամվելյան, հետաքրքիր է իմանալ այսօրվա ժամանակակից ընթերցողը ինչպիսի գրականություն է փնտրում եւ արդյոք դա խանգարում է ժամանակակից գրողին ստեղծագործական ազատության մեջ։ Կարծիքով գրողը առաջին հերթին պետք է ինքը նաև ինչ-որ ձևով ճաշակ թելադրի գրականության ստեղծի այդ ճաշակը թելադրի, այսինքն միշտ պետք է ականջալուր չլինես, թե ինչ են ուզում կամ ինչ են սպասում քեզնից, էլի։ Լավագույն տարբերակը այն է, երբ օրինակ ենթադրենք ես առաջի գիրքս 2014 թվականին եմ հանրայնացրել, այդ թվակ մարդիկ կան, որոնք իմ հետ այսպես ասած այդ ճանապարհը անցել են եւ վստահությունն է ձևավորվում եւ բնականաբար սպասում են գրքիդ եւ դու էլ փորձում ես յուրաքանչյուր հաջորդ գրքով եւ տարբեր թեմատիկ առումով բաներ տաս եւ ինքդ զարգանաս որպես գրող եւ ընթերցողին որպես ընթերցող զարգացնես, որովհետեւ նույն ձևի գրականություն, եթե դու միշտ կարդում ես, ոչ գրական աշխարհը կհասցնես բացահայտել, ոչ էլ ինքդ որպես ընթերցող եւ որպես մարդ այդ զարգացումը ներքին կապրես։ Ժամանակակից ընթերցող ասված է մի քիչ հարաբերական հասկացություն է, որովհետեւ մարդիկ կան, որ տարիներով շարունակում են կարդալ եւ իրենք կան եւ կարդում են շատ ինտենսիվ, եւ կա մի սերունդ, որը նոր է սկսել կարդալ, դա դպրոցական բարձր տարիքից մինչեւ 25 տարեկան ընթերցողների շրջանն է։ Շատ դեպքերում իրենց հետաքրքիր են այն թեմաները, որոնցով ստեղծագործում են ժամանակակից գրողները։ Տեսեք, իմ պարագայում ես միշտ սխալվել եմ։ Ինչ առումով, ասեմ, երբ 2017 թվականին Ռոդենի ձմեռը գիրքն էի հրատարակում 90-ականների Երևանի մասին, մտածում էի, թե երևի այդ մարդկանց դուր կգա, ովքեր այդ տարիները ապրել են, բան, կամ տարիքով ավելի մեծերին, բայց հակառակը դարձավ, երիտասարդները սկսեցին կարդալ։ Հիմա սրա պարագայում նույնպես էս վերջի գրքի պարագայում նույնպես այդ բաններ։ Այսինքն թե նայած թե ինչպես էս մատուցում, սակայն բնականաբար ժամանակակից եթե երիտասարդ կամ պատանի ընթերցող ասենք, իրենց հետաքրքրում է մի քանի բան։ Սյուժետային զարգացումը, որ արագ լինի, այսօրվա կյանքի պես էլի։ Իրենք տենց, որ ասում են դրայվ լինի մեջը, ցավով արձանագրեմ նաև շատերը որ դաժանություններ են սիրում կարդալ, դաժան պատմություններ, այսինքն երկու ծայրահեղություն կամ չափից ավելի լիրիկական ստեղծագործություններ են սիրում կարդալ, որտեղ զգացմունք, սեր, հիասթափություն է կամ դաժանություն, բայց կարևորը սյուժեն չձանձրացնի իրենց ու այտենց կարդան, դե տարիքից էլ է երևի, բայց ես ինքս միշտ խորհուրդ եմ տալիս առիթի դեպքում միշտ փոխել հեղինակներին, այսինքն պետք է իմանաս ինչ ես ուզում կարդաս, հետո որ լավ դու կարողանաս գտնես այդ գրքերը, որ կարդաս, հա, պետք է միշտ չի որ պետք է հետևես նրան, ինչ որ բոլորն են կարդում, դու էլ կարդաս, հետ չմնաս եւ այլն։ Ժամանակաշրջանի գրողներին սովորաբար միշտ ինչ որ թեմատիկ ընդհանրություններ, որևէ կարմիր գիծ է միավորում եւ դա գրականության պատմության մեջ միշտ երևում է հետ հայացք գցելիս։ Օրինակ, եթե մտածենք հիմա մեր ժամանակակից գրողների մասին, կա ինչ որ մի բան, որի մասին բոլորը գրում են։ Տեսեք, մինչ պատերազմական շրջանում բոլորին բնականաբար հետաքրքրում էր առաջին հերթին այն միջավայրը, որտեղ իրենք ապրում են։ Կլինի Երևանը կամ ինչ-որ գյուղ, մեկը գյուղագրությամբ է զբաղվել, հա, մեկը, չգիտեմ, ավելի շատ խորացել է ժամանակաշրջանի մարդկային բարքերի մեջ, հոգեբանության մեջ եւ այլն։ Այս վերջին շրջանում շատացել են ավելի շատ այն ուղղություններով գրողները, որոնք միշտ մատնանշել ենք, որ քիչ է, հա, հայ գրողների մոտ պատահում, օրինակ թրիլեր ժանր կլինի, դետեկտիվ ժանր կլինի, ֆենթազի ժանր կլինի, գումարած դրան բնականաբար
շատերը շտապել են, գրել են իրենց ստեղծագործություններում անդրադարձել են պատերազմական թեմային, որը նույնպես ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չի, ամեն դեպքում շտապել է, որովհետև ոնց որ այդ զգացմունքային գրականության դեպքում, այդպես էլ նման գրականության դեպքում պետք է ինչ-որ նստվածք տա, որ դրանից հետո հետահայաց կողքից կարողանաս նայել, որտեղ էմոցիան միշտ խանգարում է, էլի։ Այսինքն նշածս սյուժեներով կամ ժանրերով սկսել են ստեղծագործել, բայց կարծում եմ բնականաբար անելիք կա։ Օրինակ ես ինքս հոգնել եմ Երևանի կամ չգիտեմ մարդկանց մասին գրելուց իմ շրջապատի, որովհետև մտածում եմ այդ այն կյանքի ինչ որ ես ապրում եմ, տեսնում եմ, նույնը մնացածն են տեսնում, սկսել եմ ուղեգրություններ գրել, ուղեգրական պատմվածքներ, այսինքն այն ինչ որ ես բացահայտում եմ, փորձում եմ իմ ընթերցողին էլ հնարավորություն տամ, որ ինքն էլ ուրիշ հորիզոններ բացահայտի, նաև այնքանով է դա ճիշտ ըստիս, որ առասարակ բոլոր գրողները պետք է ինչ-որ մի պահի իրենց միջավայրից կտրվեն եւ իրենք կհասկանան, որ աշխարհը իրենց շուրջ չի պտտվում եւ կհասկանան, որ աշխարհը չի սկսում եւ եզրափակվում այն միջավայրով կամ այն մոտեցումներով, ինչ իրենք տեսել են, ենթադրենք, որտեղ ապրում են, այսինքն երբ դու աշխարհը բացահայտում ես, շատ իրերի ուրիշ ձև ես նայում։ Միշտ այդպես է, չէ, ճամփորդությունից վերադառնալուց մեջդ ինչ-որ բան քեզ թվում է փոխվել է, բայց հետո երկար ես մնում այդ միջավայրում ու հասկանում ես, չէ, քո ներսում ինչ-որ արմատացած բաներ կան, դա ժամանակավոր բնույթ է։ Բայց անգամ այդ կարճ ընթացքը գրողին, ընդհանրապես արվեստագետին, ով միայն չի նայում, հա, այդ ճամփորդությունը գնամ լողափում պարկեմ գամ, այլ բացահայտում է մարդկանց, չգիտեմ, քաղաքները, ապրելակերպը, իրեն լավ առիթ հնարավորություն դաշտ է տալիս, որ կարողանան իրենք իրենց էլ անդրադառնան նաև ու ինչ-որ բաների իրենց ստեղծագործություններում ասենց անդրադառնան, որոնք մինչև այդ չգիտեին։ Այսօր գրողների միջազգային օրն է, հետևաբար երևի նաև կարող ենք այս առիթը օգտագործել, խորհուրդ տալու մեր հեռուստադիտողներին ժամանակակիցներից ում կարդալ։ Հա, դա ամենա բարդ բանն է, չէ՞։ Եվ բարդ բանն է, եւ դու ինքդ ժամանակակից գրող ես։ Հետո ես միշտ այդ հարցին պատասխանում եմ, ասում եմ, եթե ես իմ մի սիրելի գրողի անուն տամ, մնացածը կնեղանա։ Դրա համար միշտ խուսափում եմ պատասխանելուց։ Տեսեք, օրինակ 4 տարի առաջ մենք ստեղծեցինք ես եւ մեկ ուրիշ գրող եւ մանկավար ստեղծել ենք հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաներ 7-ից 12-րդ դասարանցիների համար։ Մոտ 76 գրող ընդգրկվել էր դրա մեջ եւ արձակ եւ պոեզիա եւ պոեմ ու մի խնդիր եղավ, շատերը երկու մասի էին բաժանվում։ Մարդիկ այն նեղվել էին, որ ասում էին, ինչի մեջ չեք բան արել, ընդգրկել, մարդիկ եկային ասում են, Հայաստանում 76 գրող կա, որ ընդգրկել եք։ Այսինքն հիմա ում անունն է տաս, չգիտեմ, միշտ դինելու են ասել, դե լավ էս ինչ գրող կամ չգիտեմ ինչ, բայց բնականաբար կան գրողներ, այսինքն եթե արձակ եք սիրում, օրինակ ձեր նախորդ տեսանյութի գրողը, Ջեսահը հրաշալի արձակագիր է, Աֆյանն է, Հովիկ Գրիգն է, Պաչյանն է, ունեք գյուղագրության, հա, շուրջ, այսպես ասած, լավ պատմվածքներ ունի, օրինակ Նայրան Աբրահամյան, շատ են, ունեք պոեզիայի մեջ ես ավելի շատ մեծ սերնդի, հա, պոետներին եմ սիրում, նրանցից ովքեր ապրում են, օրինակ նույն Ավագ Եփրեմյանն է, արձակագիրներից Նորայր Ադալյանը, օրինակ իր տարիքին ինքն էլ է ժամանակակից, թեպետ շատ տարիքով մեծ է, որտեղ միշտ մտածում ենք ժամանակակիցը 25-30 պետք է լինի, երիտասարդ պետք է լինի։ Շատ են կան, այսինքն այն մարդկանց, ովքեր ասում են հայ ժամանակակից գրականություն չկա, ովքեր մի երկու ստեղծագործություն սխալ տարիքում, սխալ մոտեցմամբ կարդացել են եւ մտածում են, թե հայ գրողները վատ են գրում, չգիտեմ, վատ գրականություն է ստեղծում եւ նրանց ովքեր նաեւ ինչ-որ կարճել են բանը դասական գրականությանը եւ մտածում են X գրողից հետո էլ գրականություն չի ստեղծվել, կարող ենք վստահորեն խորհուրդ կարդալուց բացի կարող ենք հիասթափեցնել, որովհետեւ գրականությունը այո ստեղծվում է, գրում են եւ ուղղակի ընթերցողի համար հիմա մի քիչ դժվար է եւ ինքը միշտ քանի որ այս ժամանակաշրջանի մեջ է միշտ ուրիշ հայացքով է նայում այդ գրականությանը միշտ փորձում է քննադատի այո բայց ամենակարևորն այն է որ ժամանակ տրամադրեն եւ կարդան որ տեսնեն թե իսկապես ինչ ժամանակակից գրականություն մենք ունենք շնորհակալ ենք շատ որ գրողների միջազգային օրը սկսեցիք մեզ հետ եւ վստահ եմ մեր տաղավարում դեռ շատ ենք հանդիպելու նոր ստեղծագործությունների լույս ընծայման առիթով եւ եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ եւ ես էլ Համլետին եմ շնորհավորում շնորհակալություն